Ողջունում եմ բոլորիդ սիրելի հետևորդներ ջան։ Մի քիչ առաջ եմ գործից տուն եկել, գնումներ եմ կատարել։ Մի մասը սնունդ էր, տեղափոխել եմ խոհանոց, իսկ մյուսը ահա սրբիչների կոմպլեկտ եմ գնել։ Կոմպլեկտի մեջ 10 հատ սրբիչ է, մուգ գույների մեջ է։ Միշտ խուսափել եմ մուգ գույնի սրբիչներ գնել, այն էլ այսքան շատ, բայց բացելով ամեն մի գույնը ունի իր յուրահատկությունը։ Ձեռքի վրայից եմ գնել սիրելի հետևորդներ ջան, պարսկական սրբիչներ են։ Գնել եմ բարեկամուհուս խորհրդով, քանի որ ինքը գնել էր եւ շատ գոհ էր։ Փափուկ է, գույնը չի թափվում եւ լվանալուց հետո չի կշտանում։ Դրա համար էլ ես էլ մի ամբողջ կոմպլեկտ գնեցի։ Այլ շատ հարմար է նվեր տալու համար։ Հիմա բացեմ ձեզ էլ ցույց տամ, չափը տեսնեք։ Այստեղ աթոռ կա, աթոռի վրա դնեմ։ Միշտ գալիս եմ իմ սենյակում, նստում եմ, որպես երբեմն այստեղ եմ խմում ցուրտ անձրև օրերին։ Այլ անձրևը մի հատ նայեմ, չի կտրվել։ Չէ, բարակ շաղ ա գալիս։ Սարերը ծնածը, սարերից ինն էլ չի հիկացել։ Այս ածախիկներս էլ ցույց կտամ, բայց մի հատ ուզում եմ սրբիչները ցույց տալ։ Իմ սրբիչները մեծամասամբ բաց գույների մեջ է եւ ֆիրմա սրբիչներ են։ Բայց պարտադիր չէ, որ միշտ եւ միշտ նույն ֆիրմայից ապրանք գնեմ, կապ չունի թե ինչ։ Իհարկե, եթե ֆիրմա չէ, ապա գոնե եթե ծանոթ ենք լինում, ինչպես հիմա իմ բարեկամուհին ինձ խորհուրդ տվեց, որ լավն է, որ ակոր է, ես էլ վստահ վերցրեցի։ Հիմա, եթե ձեզ էլ կհանդիպի պարսկական սրբիչներ, սիրելի հետևորդներ ջան, ապա կարող եք վերցնել, եթե վերցրել եք, կարող եք գրել, թե որակի մասին, ձեր կարծիքը կարող եք գրել, ահա գույները, 10 գույն, եւ ուզում եմ բացել ամեն մի գույնը իր յուրահատկությունը տեսնենք, որից այդքան շատ էի խուսափում։ Ահա, այսպես մոտեցնեմ, սիրուն կապույտ։ Ինչու հրաժարվել այս սիրուն կապույտից։ Ինքն իրենից նաշխեր ունի եւ լավ մեծ է, հարմար է թե դեմքի, թե ձեռքերի եւ թե մեր մազերը լվանք եւ փաթաթենք։ Սիրում ենք, չէ՞, մենք կանայքս մեր մազերը փաթաթել ու այդպես մի քիչ պտտվել, կոֆե-մոֆե անել։ Եվ շատ սիրուն են գույները, սկսեցի սիրել։ Ընդհանրապես կա այդպիսի բան, որ մի հատ ասում ենք ոչ, այդ ոչի վրա մնում ենք, բայց պետք չէ։ Մի տեսեք, թե ինչքան սիրուն է մուգ գույնը։ Կարծում եմ իմ տեսախցիկը փոխանցում է ձեզ, ահա, այսպես որ ձեռք եմ տալի յուրահատուկ փափկություն ունի և ինչպես որ իմ բարեկամուհին ասեց, լվանալուց հետո նույնպես պահում է իր փափկությունը, իսկ որ ասում եմ հարմար է նաև նվեր տալու, արդեն իսկ որոշել եմ, որ այս գույնը կնվիրեմ տիկին Անահիտի հարսիկին, կգնամ ու կասեմ, բարով ես եկել, բարձդ բարի լինի, մանուշակագույն, շատ հարմար է, ագապի համար նվեր կտանեմ, կամ մի քաղցր կվերցնեմ հետը, կամ էլ գումար կդնեմ սրբիչի արանքում, հայավարի, իրենց այդ շատ եմ կապված, գիտեք, սիրելի հետևորդներ ջան, և ընտանիքներ կան, որ ասենք, երբ որ նորածինը տուն են բերում, 40 են պահում և չեն թողնում, որ կողմնակի մարդ գնա իրենց տուն։ Այս գույնը նույնպես շատ նուրբ է, ավելի նուրբ մանուշակագույն է, բայց ես արդեն ընտրել եմ։ Ահա, սիրելիներս, տեսեք ինչքան նրբաճաշակ է և բոլորովին պարտադիր չէ կամ սպիտակ լինի, կամ բացվարդագույն։ Մի խոսքով, սիրենք բոլոր գույները, ձիածանի գույների նման։ Այստեղ ավելի բաց կապույտն է և իսկապես չափը շատ դուր եկավ ինձ, ահա։ Լվամ իմ այս խիտ մազերը և փաթաթեմ սրանցով։ Դեռևս չեմ օգտագործի, օգտագործելուց առաջ
պարտադիր պետք է լվանալ։ Սա էլ նուրբ կանաչավուն է։ Ձեզ հավեսի եմ բերում, սիրելի հետևորդներ ջան։ Եթե ունեք, ձեր կարծիքը գրեք, ապա եթե ոչ, ամեն տեղ էլ կարելի ասել ձեռքի վրա վաճառում են մարդկա, որ կարողանում է այդ գործը անել, բերել Պարսկաստանից, եւ սա համարում եմ առաջի ձեռք։ Շատ մատչելի եմ գնել, սիրելի հետևորդներ ջան։ Ոյ, լիմոնի ծաղիկի հոտ ինչքան լավն է։ Այս գույնը։ Ի խոսքով, բոլորը յուրահատուկ, ամեն գույն իր յուրահատկությունով։ Երբ որ կլվամ օգտագործելուց առաջ, ցույց կտամ ձեզ, սիրելի հետևորդներ ջան, հենց մեքենայի մեջ ցույց կտամ, քանի որ պատահում է, որ երբ որ լվանում ենք, հենց լվանալու ընթացքում ջուրը գունավորվում է, անպայման ցույց կտամ։ Քանի որ այստեղ եմ, ուզում եմ ծաղիկներս ցույց տամ, իսկ անձրևը շարունակվում է։ Այսօր չեմ կարող բաղչում գործեր անեմ։ Դե ոչինչ, խոստացել էի, որ երբ որ կծաղկի իմ մեխակը, ձեզ ցույց կտամ։ Տեսեք, թե ինչքան սիրունացել է, բացի այն, որ ինքը ծաղկել է, նաև ուրիշ կոկոմներ կան, ահա։ Զանգին ու զրանգին ով անցնում, որ հաչում են իմ զանգին ու զրանգին, ի խոսքով իմաց են տալիս, շատ լավ է, շուն են դառնում կամաց, նենց լավ է բուրում, ամբողջ իմ սենյակը այս մեխակի և լիմոնի բուրմունքն է տարածվել, սիրելի հետևորդներ ջան, շատ երկար է մնում, մի շաբաթ որ ծաղկել է, բայց քանի որ գիտեք շատ գործերի մեջ էին բաղում, ժամանակը չէր հերիքում, որ գամ ու այս ծաղիկն էլ ձեզ ցույց տամ, ահա, ամեն բան այս երկրի վրա ունի իր ժամանակը։ Այստեղ ծաղիկներ են, որոնք դեռ չեն ծաղկել։ Լիլիան է, այստեղ սպիտակ զանգակը, մյուս կողմում արդեն կանացի երջանկությունն է, ահա տերևները, երևում է փոքրինչ, մյուս կողմում արդեն որներ չինական վարդին, որ այսինչ խոշոր ծաղկում է։ Հիմա նորից վարակույրը հետ եմ քաշում, դե գիտեք, որ մյուս լուսամուտից գորքին արդեն ծաղկած ծաղիկներն են կալանխոյին երկու գույնով և այն սիրուն կարմիր ծաղիկը, որին մենք բարբա ծաղիկ ենք ասում։ Սիրելի հետևորդներ ջան, ուզում եմ, քանի դեռ այստեղ եմ, լիմոնից էլ մի փոքր խոսեմ, հաճախակի ինձ հարցեր եք գրում, ես էլ մեծ սիրով պատասխանում եմ, բայց քանի որ երբ որ եկա, որ սրբիչները ձեզ ցույց տամ, համ էլ այստեղ թողնեմ ու նոր գնամ խոհանոց, գործից եկել եմ ու դեռ հաց չեմ կերել, կոֆե էլ չեմ խմել ու չեմ էլ ուզում, անկեղծ ուզում եմ կոֆեն մի քիչ հացնեմ, ահա, տեսա, որ հատակին ընկել է կոկոմը լիմոնի, ահա, մեծ և լիմոնի փոքր պտուղը, այս չափի դարձած ընկել է։ Ընդհանրապես, երբ որ ես ցույց եմ տվել իմ լիմոնի ծառը ձեզ, սկսել եք հարցերի տեղատարափ գրել ինձ, և ես մեծ սիրով պատասխանել եմ, բայց էլի եք գրել, ես էլ միշտ էլ պատասխանել եմ, բայց քանի որ հիմա առիթը կա, որ ես այստեղ եմ, մի հատ այսպես ասեմ, տեսակ, որ ընկել է լիմոնի, կոկոմը և պտուղը, դա բնական երևույթ է, սիրելի հետևորդներ ջան, գրում եք, որ տերևները դեղնում են և ընկնում են, իմ լիմոնի տերևներն էլ են դեղնում և ընկնում, իհարկե ոչ բոլորը, դրա համար պետք է ճիշտ խնամք կատարենք, ճիշտ խնամենք, քանի որ լիմոնի ծառը շատ կամակորձ ծառ է, ինչպես որ կանայք, ասեք որ այդպես է, լիմոնի ծառը սիրում է տաք սենյակ, արևի ուղիղ ճառագայթ և լուսավորություն, ես մի քիչ այն կողմ եմ տարել մոտորերս, քանի որ նկատում էի, որ ավելի շատ է, այդքան շատն էլ պետք չէ, այնքան որ ուղիղ լինի, բայց ոչ կիզիչ, քանի որ ոչ մեկիս էլ պետք չէ այդ կիզիչ ճառագայթները, ոչ մեզ, ոչ բույսերին, պետք է խնամքը լավ հասկանանք, մենք լեզուն գտնենք մեր բույսերի, ահա տեսնում եք, որ փարթամաճած է, այս պահին համ կոկոմներ կա, համ ծաղիկներ կա, համ էլ պտուղ կա, հիմա չեմ ուզում ձեռք տալ, նույնիսկ տերևներ են աճում, ահա, փայլուն, սիրուն, այս սենց մատխաշ տերևները տարբերվում են ավելի շուտ աճած տերևներից,
նոր աճած տերևները ավելի բաց գույնի կանաչ են, սիրելի հետևորդներ ջան, սենց մի փոքր թեթև կպչելը իրեն չի խանգարի, այստեղ արդեն ճյուղը ուզում է մեծանա, ճյուղ է գնում, դա ցույց է տալի, որ տերև է տալի ու այդ ցողունը բարձրանում է, եթե պետք լինի գարնանը կետեմ, գիտեք, որ խորը էդ էի կատարել, բերք հավաքից հետո կհիշեք շատերը, թե ինչքան լիմոնի բերք հավաքեցի, գարնան գլուխ այս ծառից, հետո խորը էդեցի, որից հետո կարկուտի տակ ընկավ և հիմա էլի փարթամ տեսք ունի, իմ խնամքի շնորհիվ, սիրեք ձեր բույսերին, սիրելի հետևորդներ ջան, բույսերն էլ մարդկանց նման սեր են ուզում, քնքշություն են ուզում, երբ որ մենք մեր սենյակներում բույսեր ենք պահում, մենակ այն չի, որ ձեռք բերենք, ունենանք, պետք է նաև շատ զգույշ լինենք, իսկապես հոգեպես նվիրվենք մեր սենյակային բույսերին, քանի որ բույսերը մեր լեզուն կարդում են, մեր չասված խոսքերը իրենք կարդում են, մեզ լսում են բույսերը, դա գիտականորեն ապացուցված է, սիրելի հետևորդներ ջան, եթե էլի հարցեր կառաջանան, իհարկե ես մեծ սիրով կպատասխանեմ, բայց մինչև որ կգնամ խոհանոց, քանի որ եկել ու հատ չեմ կերել, նաև ուզում եմ լիմոնի մասից էլի խոսել, գրում եք, որ լվիճ է ընկնում, ինչպես վերացնել, գրում եք, որ շիրոտվում է, ինչ անել, ուրեմն սիրելի հետևորդներ ջան, դա նույնպես բնականon երևույթ է, բայց եթե ճիշտ ենք խնամում, այդ երևույթը կարելի ասել գրեթե տեղի չի ունենում, եղել է, որ իմ լիմոնի ծառը նույնպես շիրոտվել է, լվիճոտվել է և տզերը հարձակվել են, ինչ-ինչ պատճառներով այդպես առաջանում է, ամեն դեպքում հողի մեջից աճող բույս է և հողի մեջ շատ բակտերիաներ կան և ճիշտ խնամքի դեպքում, մեր ուշադրության դեպքում մենք վերացնում ենք դա, ուրեմն, երբ որ լվիճոտվում է, դրանից ծառը խղճանում է բնականաբար և իսկ շիրան տարբեր է, երբ որ շիրոտվում է և լվիճներ չեք տեսնում, ապա դրանք անտեսանելի տզեր են, պատիճավոր, կպչում են հենց ցողունին, տերևի տակերին, այդպես կեղևանման չոր կոշտուկներով, կրիայի պատյանի նման, կարելի է ասել, եթե խոշորանում մեծանում են, արդեն անզեն աչքով էլ է երևում, հենց դրանից է շիրա գնում, այսպես ես հիմա չեմ կարող դեղերի անունները տալ, դա ինձ չի հետաքրքրել, քանի որ երբ որ գնում եմ մեր գյուղի դեղագործական, այգեգործական խանութ, այնտեղ աշխատողը, հենց որ ասում եմ ինձ ինչ է պետք, ինքը անգիր գիտի, համապատասխան դեղորայքը տալիս է և տուփի վրա չափը գրված է, ինչքան էլ որ չափը գրված է, ամեն դեպքում մենք սիրում ենք, չէ, հարցեր տալ, հարցնում ենք 1 լիտրին ինչքան, պատասխանը ստանում ենք և այդ ամենը կատարում ենք, օրինակ, եթե հեռուներում եք ապրում, գիտեմ իմ հետևորդներից շատ-շատերը ապրում են այլ երկրներում և մեծ քաղաքներում երբեմն դժվար է ճարել այգեգործական, դեղագործական այդպիսի դեղատներ, ամեն դեպքում հետաքրքրվեք, սիրելի հետևորդներ ջան, ամոթ չէ, հարցրեք, այդ մի անցորդի հարցրեք, մի ծանոթի հարցրեք, իմացեք տեղը, եթե իհարկե ունեք լիմոնի ծառ և այդ խնդիրը կա, և գնացեք ու գնեք և դեղատան աշխատողը այդ ամենը ձեզ կտա, կգնեք և կանեք այդ գործերը, այլ հարցերի դեպքում պատրաստ եմ սիրով պատասխանել, հիմա սիրելի հետևորդներ ջան, ևս մեկ անգամ ուզում եմ ցույց տալ իմ մյուս պատուհանի գոգին աճող ծաղկած ծաղիկները, արդեն 1 ամսից ավել է, իմ կանանխոեն ծաղկած ժպտում է ինձ և ուզում եմ ձեզ էլ ժպտա, պտտեմ տեսախցիկը և մի քիչ հելնանով հիանանք ու նոր կգնամ խոհանոց համովություն պատրաստելու։ Նույնը քույրը հետ քաշեմ, որպեսզի ցույց տամ, մոտեցնեմ, այս մի հրաշքը, խնդրեմ, փարթամ, սիրուն և խնամված։ Այստեղ ցիկլամենն է, որ արդեն ծաղկման դուրս է եկել և էլի փարթամ է։ Այստեղ լիցքավորումը վերցրել է այս լամպը, որը անձրև և ձյուն օրերին կախում եմ հավերի մոտ, որպեսզի
Կոմի ներսում իրանց օրենը տան և ինչ-որ մի բան, սա պատրաստ է, այս փոքր իր շնորը իր հետ լինում է, հիմա տեսեք, թե ինչքան փարթամասրել է հետևորդներ ջան, երբեմն պտտում եմ, որ անընդհատ մի կողմի վրա չձգվի, պտտում եմ, որ անընդհատ ուղիղ մնա ինքը, տեսեք ինչքան սիրուն է, և քանի որ պտտել եմ, այս դիրքով կթողնեմ, 1-2 օրից արդեն ինքը հետ է գնում, մյուս կողմում արդեն բալբաձաղիկն է, որ իսքան վայովացել է, ծաղկած է, ահա, ոյ, չվնասեմ հանկարծ, տեսնում եք ինչքան երկար ձողով ծաղկել է, ահա, շատ նուրբ է, մի կոպիտ շարժումից կարող է կոտրվել, հիմա սիրելի հետևորդներ ջան, գնանք խոհանոց, գնումներս ցույց տամ և ինչ-որ մի համով ուտելիք պատրաստեմ, գնացինք։ Մինչև խոհանոց գնալը դուրս եմ եկել, որ տենամ ինչ կա չկա, հավերս ինչ են անում, որը որտեղ է, ձայնից վրա վերև են գնում, հենավազելով գալիս են, դեռ կտի ժամը չի, սիրելի հետևորդներ ջան, հլա, այ ինչքան ես կամաց եմ խոսում ու իմ ձայնը լսելով, բարձրանում են, որ կուտ ուտելու տեղը գնամ ու կուտ տամ, դե որ սենց գնում են, ինչ անեմ, կենթանի են անլեզու, գնամ ցորեն տամ, ցորեն ուտեն, էլի կգնամ քուջուջի, եղանակը այս տեսքն ունի, անձրևը կտրվել է, մի քիչ կարելի ասել պարզոթվել է, երեկոյան ժամերին ենք մոտենում, սարերի ձինը նստած է, վիր չի կացել դեռ, ամբերը ետ են քաշվել, լատենանք ճոճքանի գուռը պարզ է, համել ողջունեմ իմ հետևորդներին ճոճքան գյուղի, ողջույն սիրելի ճոճքանցիներ, ինչպես եք, ուզում եմ, որ բոլորդ լավ լինեք, ձեր կողմերը պարզոտված է, կարմիր ամպերը ուր են, հլա բերեք ցույց տվեք ձեր կարմիր ամպերը, միշտ ձեր կողմերն է լինում, գնամ դե հավերիս էլ ցորեն տամ, որ հանգիստ խղճով նոր գամ իմ համար մի ուտելիք պատրաստեմ, այսենց խելոք են իմ զանգին ու զրանգին, հավերիս բերել եմ, այս մկրանն եմ կուտը տվել, այս ցեմենտ բիտոնի վրա, համել ուզեցի, տենամ հլա շներս ինչ վերաբերմունք են շաս տալի էլի, որ հավերին կուտը տալիս եմ, գնում են, թե խելոք նստում են, չարաճճի բաներ չեն անում, հավերս լրիվ եկել են, համի կուտը կուտեն, դեռ օր կա էլի, կգնան, էլի քուջուջ-մուջուջ կանեն, խոտ գրածին, զանգին ու զրանգին նստին ոտների կշտին, խունջիկ-մունջիկ են գալիս, Այն օրը այսքան տեղը մի լավ մաքրել եմ, սիրելի հետևորդներ ջան, այն որ ներկեցի խաղողի վազերը, մի քիչ կար դեռ, հետո զանգիներ թե զրանգիներ եկավ կպավ, այն մնացածը շուռ եկավ, այն վերևի մասը կարացի ոչ ներկեմ, այդ սպիտական նյութը, այս կողքի ծաղկանոցս էլ եմ մաքրել, մոտեցնեմ, հենա Լիլիայի ավելով տերևները պոկել եմ, նրանք բոլորը ծաղկային գլխիկներ են, Պիոնը արդեն իր կարմիր տոտիկներով երևում արդեն, ուշադիր նայեք ահա կողմը, ինչ եք կռիվ անում, հենց որ ցորենը սկսում է վերջանալ, չնայած մի վեդրո տվել եմ, բայց հենց սկսում է վերջանալ, կռիվ են տալիս, լավն են, շատ լավն են, այս ընթացքում շատ աքրորներ ծախեցի, շատ գոհ եմ, տանողին, ուտողին, պահողին, հալալ լինի, սիրելի հետևորդներ ջան, զանգի զրանգի, վայ, մի կպի շորերիս, անունը չտամ էլի, մի հատ անունը չտամ ձեր, երես եք առնում, պատկերացնում եք այս պահին, թե իմ շորերը ինչ վիճակի մեջ գցեցին իրան, դե ոչինչ կգնամ կսրբեմ, ամփուշ մոշը պետք է խնամեմ, սիրելի հետևորդներ ջան, այս տերևները դեռ վրանը, սա պետք է բոլորը պոկեմ, էսա մնացել այս կռանը, ստի փոցխել եմ, մաքրել եմ, մեղվանոցս մաքրել եմ,
Այս գիծը մաքուր է, մնում է վերևի գիծը, այ վերևի գիծը, նարցիսներս արդեն երևում են, ընդեղ պետք է մաքրեմ, շաղը նոր է կտրվել, բայց թեթացա, խոնավա, ցուրտ է, ոչ մի գործել չեմ կարող անել այդ մասերում, դե գնանք տուն սիրելի հետևողներ ջան, զանգի ու զրանգի արածը կգնամ մի հաչերս կչոպկեմ, կմաքրեմ, գնամ թե փոխելու ա կփոխեմ մի խոսքով, կենքանի են էլի, նրանք ինչ են հսկանում, անունները լսում են, թե չէ երկու թաթերը դնում են իմ վրա, պերլամուտր ակլորես, հեսա որ ասում եմ ես էլ նարնջագույնն է, ես երկուսը իմ հավերի ակլորացուներն են, էլի ունեմ ակլորներ վաճառքի, ես ճուտերի միջին էլ կա դեռ ակլորնի, մոտ մի 30 հատ ակլոր ունեմ սիրելի հետևորդներ ջան, վաճառքի կամ մեր տանը ուտելու, չուրտա, դեղցենի սիրունացել է, խնամված, կոկի, պատրաստ է ծաղկելու, մնում է բնությունը, մեզ պատասխանը տա մեր արած գործի, Հավերին ցորենը տալուց հետո գնացել եմ հավաբուն, 3 հատ ձու եմ բերել, սիրելի հետևորդներ ջան, մի քանի օրա ձու չէի վերցնում, են որ մի հատ 2 հատ ածում էին, էդ էլ չկար, այսօր 3 հատ կա, շատ բարի, բայց ասեմ որ ջուր չունենք, ջուրը չի գալիս, այսպես, գնումներս հանեմ, տեսնեմ, որը սառնարանի կդնեմ, Տոպլատներից հանեմ մի հատ, հանջարեղեններ եմ դնել, 4 հատ ըմպիր գազար, կարմիր բազուկ, էլի էի դնել ու գիտեմ որ շատ քաղցել է, ասենց ըմպիր, ում սիրում ենք ասել գլատկի, ես էլ հանեմ տոպրակները ազատվեն, Այսպես մի տեսակ ներվեցի որ ջուրը չկա, բայց թե էտա, ունենք այն ինչ ունենք, այստեղ հավի մուծկուրներ եմ գնել, որ եթե, այս կտանեմ սառնարանցը այստեղ, տվարոգ եմ գնել, որը նույնպես սառնարան, նախաճաշելու համար, վաղը, լավաշ եմ գնել, ես էլ լավաշով, մի կտոր պանիրով, միշտ հավաքած ջուր էի ունենում, դատակ էլ էի, քանի որ երկար ժամանակա լցրած էր, չէի օգտագործել, արի ու տես, որ նման դեպքերում փարս ա լինում, հենց դատակում ենք մեր պահած վերցրած ջուրը, ջրերը կտրվում ա, լավաշ եմ գնել, ու պանիր կուտեմ, ոչինչ, ինչ է ջրերը կտան, այստեղ Ուղարական բխբեղ, համովություն կսարքը, թացա, ճանապարհին անձրևը խփում է ամեն դեպքում, շատ համով էր պամիդորը ու էլի նույնձևի մի հատ վարանք պամիդոր եմ դնել, մենակ ապրող մարդուն ինչ, մի քիչ ու մի կատարից կուշտ ենք լինում, բայց ամեն դեպքում սոված էլ չենք մնում, ասենք թե մենակ ենք, հատ չսարքենք, մենակ մարդը հատ չի ուտի, հավաք չուտի, այստեղ շատ մի համովություն էի դնել, հիմնականում սա էի ուզում սարքեմ, սպանախ եմ դնել, 2 կոն, թալ, ոչինչ կմաքրեմ, պատրաստ կլինի, կարող է ջուրը տան, ինչ կա, ինչ որ խափանում կլինի, ջրերը կտամ, սա հենց այստեղ թողնում եմ, աչքի առաջ, կանաչի, ով որ չուտի, թող ամաչի, խառը կանաչի, այո, կոտեմ չկար, թարխուն չկար, և կոտեմ եմ սիրում, և թարխուն եմ սիրում, ինչ կար, են եմ հերել, տեսել եմ այստեղ թողնում,
Եվ սիրելի հետևորդներ ջան, նույնիսկ ուզում եմ բացել այստեղ, որ այդպես կապած մնում է, բացել սկում։ Գիտեք, որ իր խոնավությունից, իր թացությունից բեռնվում է։ Այսպես կփռեմ, հետո տեսնենք ջուրի հետ կտան։ Ինձ հավեսով էի, ասի գամտունը անմիջապես էս սարքել, բայց որ եկատուն առաջին հերթին ձեզ միացա, ասի քանի դեռ դուրսը լույսը արդեն մթնում է, որ լույս ա լինում, կադրս լավ ա ստացվում, դրսի լույսը որ տուն ա ընկնում, կադրը սիրուն ա լինում, շատ լավն ա, գոնե մի հատ դեղնված տերև չկա, շատ օգտակար ա և դիետիկ սնունդ, տեկուզ երեկոյան ժամերին շատ հարմար ա ուտելը։ Այստեղ տեսնենք ինչ թելով ենք ապել ու բանցիկ են արել, արդեն զգացվում է, որ մթնում է, վարակույրը հետ չեմ քաշում, թե չէ զանգին ու զրանգին, գալիս են պատողանից կախվում են, այս է կանաչին, որ նույնպես շատ թարմ է։ Փումփուլի կացնեմ, որ օդ խաղա ու իր թացությունից չդեղնվի։ Սպասեմ մինչև ջրերը կտամ, դե ոչինչ, երբեմն այդպես էլ կատարում, ինձ կմնա միսը երկվար ուտվեցնեմ կանասարնարա, հետո դե կգնամ իմ սիրելի հայվանների տուն, Տիկին Անահիտանց տուն, նվերս կվերցնեմ, իր պատրաստած համեստ նվերը և կգնամ փոքրիկին տեսնելու։ Բարև ձեզ, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Բարձր բարիլի հարսիկ ջան։ Ապրես շատ հայվանուհի ջան։ Իմ փոքրիկ նվերը ստացի։ Օй, շնորհակալություն։ Ես ինձ սիրուն ծաղիկներ ես նվերը ստացել։ Ապրես։ Շնորհավոր նաև մի ամսյակդ։ Ապրես շատ քոնն էլ շնորհավոր, միշտ ուրախ լինես։ Արջիկը, բարջիկը, Ագապի արջիկը, Ագապին առողջ բալիկ մեծանա։ Ապրես։ Բոլոր ծաղիկները շատ ճաշակով, շատ սիրուն, ապրեն նվիրողները։ Ես մեկը հաստատ քեռին ա նվիրել։ Ջող, քանի որ նկարներ եմ տեսել եմ, որ հիվանդանոցում էիք, հասկացա, որ սա քեռին ա նվիրել։ Շատ սիրուն են բոլորը։ Դե գնամ Տիկին Անահիտին էլ շնորհավոր եմ, թորնիկի կապակցությունով, սիրելի հետևորդներ ջան, հետո կսրճենք ու կգնամ տուն։ Համեցեք։ Եկա։ Համիբանից տնից եկել եմ, ջրերը միացրել եմ, սիրելի հետևորդներ ջան, անմիջապես անցել եմ այս համրողությունը պատրաստելուն։ Շատ առողջարարակ, շատ օգտակար հատկություններ ունի սպանախը, շատ մարդիկ կան, խաշում են ու նոր են տապակում, բայց սիրելի հետևորդներ ջան, շատ երկար տարի է, ինչ որ այս ձևով եմ անում, լվանալուց առաջ մի հատ այսպես մանրացնում եմ, այս փոքր տերևները նույնիսկ կարող եմ թողնել, շատ հաճելի է լինում, դե քանի որ ինքը տապակվելուց հետո մի քիչ սեղմվում ու փոքրանում է, արդեն ուտել է շատ հաճելի է լինում, թե պատառաքաղով և թե պատառով բրդուճ անելը, ես բրդուճ անելով եմ շատ սիրում, այս հրաշք ուտելիքը։ Առաջվա տարիներին ցանում էի նույնիսկ, բայց հիմա որ ցանց չեմ անում, էս էլ եմ թողել։ Ամեն օր սերմը վաճառվում է, ամեն պահ էլ կարող եմ գնել ու ես էլ ցանել ու ամբողջ տարին ունենալ։ Աստված առաջ տեսնենք, ոնց կդասավորեմ։ Կարևորը հիմա որ ջուրը եկավ, էլ իմ սրտով էր, քանի որ այս սրտով ուզելիք էր։ Դիր։ Բարակ շաղակալի, տեսնենք առավոտը ոնց կբացվի,
Քանի որ անհամբ էր, ուզում եմ, որ իմ բաղով աղջի գործերն էլ անեմ։ Տիկին Անահիտան ստանը լավ ժամանակ անցկացրի, սիրեցի փոքրիկին, ինքան համով իգնա, ինքան լավ իգնա, լավ տրամադրությունով եկել եմ և լավ տրամադրությունով էլ պատրաստ եմ ես համեղությունը։ Այս կտրված տեղերը շատ իրենք լինում։ Խշխշան, փարթան։ Կանաչին էլ կմաքրեմ մի անգամից։ Սրան կանաչի չենք լցնում։ Թավան տաքացրել եմ, բուսայողը լցնեմ։ Մի քիչ առատ։ Չենք թողնում, որ սա տապակվի, քանի որ սպանախը թացա ու կաթիլներից բուսայողը դուրս չթրջի։ Քանի որ թավան տաքել, սկսեց տշտժալ։ Այսպես հավեսով թողել էի ջրքանվի, ամեն դեպքում հավագին ջրքանվել այստեղ։ Մաքսիմում ծածկում եմ և սպասում։ Կողքից չենք հեռանում, մինչև տապակվելը, երկու ձու եմ կոտրելու վրան, սիրելի հետևորդներ ջան, լվացել եմ և ամեն ձևով պատրաստ եմ։ Այս ուտելիքը հարմար է օրվա ամեն ժամի, կարող եք օրվա ամեն ժամի պատրաստել և ուտել, իդեպ ասեմ մի կողմը 160 դրամ էր, եթե չեմ սխալվում, դե սպասենք լինելուն։ Տակու երեսան է, ոչ մի գրամ ջուր չենք լցնում։ Մի հատ ես էլի տակու երես եմ արել, ու մի հատ էլ ձեր հետ թուլացել է և արդեն սկսում է տապակվել։ Մի քիչ ենք թողնում, արդեն անուշկույրը տարածվել է, յուրահատուկ բույր ունի, ձունես կամ, գնացել մի հատ կամպոտ եմ բերել, իմ բաղջի դամբիլն է, սիրելի հետևորդներ ջան, խոշոր, անցած տարի կարկուտը տարավ, մի հատ համը չտեսանք, այս տարի գոնե տեսնենք, քանի որ անցած տարվանուց կամպոտ ունեի, հիմա այս էլ կբացեմ, սարերը որ ձնածա, դեռ ձմեռ է էլի, քանի որ այս դամբլի տեսակը ինքը փոշոտվող է, փոշի ունել, իրա վրա, մրգի վրա փոշի է հավաքվում, ինչքան էլ լվանում ենք, դա մնում է դրա համար կամպոտի մեջ, ընկնում է ամենավերևը սոկի երեսը և սիրելի հետևորդներ ջան, մի հատ անձեռոցիկով դա վերցնում ենք, այս ձևով նաև կոֆեի փրփուրն ենք վերցնում, ովքեր որ սերով կոֆե չեն սիրում, լրիվ վերցրեց, մի հատ էլ, մի քիչ էլ կա, սա վնասակար չէ, կարող եմ հենց այդպես էլ խմել, այսպես պարզվեց ու հիմա լցնում եմ, այս մեծ բաժակը իմ սնյուզի բաժակն է, տեսեք, ես ինչ գույն ունի, անդիր, մերոնա, մերոն, այսպես, հատիկներից էլ կհանեմ, բայց մի հատ այս սոկից խմեմ։ Ու խայ, այս կողք եմ բերում, քանի որ ստեղ պետք է ձուն կոտրեմ, աղցանեմ, այ կամաց էլ խոսում եմ, որ գնացի վերև,
փոքրիկին տեսնելու, որ սկսեցի կամաց խոսել, այդ ձևով էլ մեջ սա մտել, կամաց եմ խոսում։ Չէ, կստուգենք շերեփով, այսենց, եթե կտրվի, ուրեմն եղած է։ Դեռ չի եղել, մեկ չեմ բավականելու տեղ ունի։ Երբ որ մի բան մեր սրտով նալում, րոպե շուտ ուզում ենք պատրաստ լինի, բայց պետք է սպասենք։ Ինչևէ կլինի սպանախը, այս խոշոր դամբլի հատիկները հանենք, ընտիր։ Բանկան չեմ եռացրել, սիրելի հետևորդներ ջան, 24 թվի աշնանն եմ արել, հետո եկել է 25 թիվը, քանի որ շատ էր, այդ տարին շատ կոմպոտ էի արել ու դեռ մի 4-5 հատ ունեմ այս կոմպոտից, հանում եմ այստեղ, ինքը շատ ձիգ է, այսենց, պոչիկներից բռնեմ, կարմրաթուշիկ, մի հատ էլ հանեմ, պոչիկովը, չէ պոչիկովը չեկա, բայց էլի լավ է, մի հատ բացեմ, էլի բացեմ ներսը տեսնեք, ինքը ճոթել կանա, այսենց, հավիսով, ձիգ, և անուշանեմ, մի հատ էլ ստուգենք, արդեն դա կապվել է, կտրվում է, չեն թողնում, որ շատ ինքը վարդի և արագացնում ենք, սկզբի ծաղը, Կերծում, մի անգամից թավայի մեջ, ռասի 2, իմ հավելի ածողձում, սիրում վերնուցով, կարծում ենք, և դարնում ասպանախի ձվածեղ, կարող ենք ես այս թույլ թողնել, շատ լավն ալինում, որ թույլ ենք թողնում, գազը կարող եմ անջատել, հավայի տղությունից ինքը կլինի, հավաքում եմ իրար վրա, ընտիր, այս թավան սրա համար մի քիչ մեծ էր, մի քիչ էլ բարակ էր, եղավ պատրաստը, սյո, ու հիմա հավիսով մի հատ լավաշի մեջ բրդուճ ենք հանում, սիրելի հետևորդներ ջան, այստեղ 2 հատ եկավ, այսենց, պատար բրդուճներ, գնալով փոքրանում է, այստեղ, սենց հավիսով փաթաթում ու անուշանում, բոլորիս բարի ախորդ շակ, պատրաստ եք անպայման։